Տասնյակ գործիչներ հեռացել են պետական համակարգից Արցախի վերաբերյալ գործող իշխանության վարած քաղաքականության պատճառով։ Քաղաքները դժգույն ու դժբախտ կոչվելու պատճառով։ Դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշին։ Հայաստանի արտգործնախարարի նախկին խորհրդական հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը համակարգից հեռացողներից էր։ Բազմաթիվ դիվանագետներ են այդ շրջանում ավելի ուշ շրջանում դուրս եկել իրենց դիմումի համաձայն գործից հենց նույն պատճառաբանությամբ այստեղ խնդիրը միայն Արցախ չէ, դժգոհությունը անհամաձայնությունը կապված էր արտաքին քաղաքականության հարցերի ողջ բլոկի հետ, այսինքն ընդհանուր արտաքին քաղաքականությունը իմ եւ իմ ընկերների դիտարկմամբ ուղղակի ոչ թե սպասարկում էր ազգային շահը, այլ գնում էր ընդդեմ ազգային շահի։ 44-օրյա պատերազմից հետո հեռացողների շարքում էին Արա Այվազյանը, Վահագն Մելիքյանը, Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը, Գագիկ Ղալաչյանն ու մի շարք երիտասարդ դիվանագետներ։ Ոչ միայն հեռանում, հեռացվում են։ Ամենաթարմ օրինակը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի հեռացումն էր։ Ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ինչու է Փաշինյանը շարունակում Արցախի դեմ պայքարը։ Ինչ քաղաքականություն է սա։ Այս հարցի պատասխանը 20-րդ դարավերջին տվել է ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Գիլպին իր «Պատերազմ և փոփոխություն» վերլուծական գրքում։ Վերլուծականում քննարկվում է ռազմական, քաղաքական, տնտեսական էքսպանսիայի տեսությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Արցախի բռնի հայաթափումը Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական էքսպանսիան էր։ Այսինքն, պետությունը ռազմական միջոցներով ընդլայնել է իր տարածքը։ Հիմա Փաշինյանի վարքը տեղավորվում է քաղաքական էքսպանսիայի ենթարկվողի տրամաբանության մեջ, նշում է քաղաքագետ Արսեն Գասպարյանը։ Եթե դու պատերազմ ես պարտվում ու պատերազմը հաղթողի հետ շարունակում է բանակցել այն քաղաքական ուժը, որը պատերազմը պարտվել է, քաղաքական էքսպանսիայի տարերը, լինի դա թե Արցախի անվանման հետ կապված կամ Արցախի բնակչության իրավունքը, վերադարձի իրավունքը, իրենց մշտական բնակության վայրերը, Արարատ սարի հետ կապված եւ այլն, այսինքն նույնիսկ քաղաքական սիմվոլները, դրանք անմիջապես ներառվում են քո հակառակորդի քաղաքական էքսպանսիայի մեջ։ Թուրքիան այս քաղաքականությունը փորձել ու հաջողել է հյուսիսային Սիրիայում։ Ռազմական էքսպանսիան արտահայտվեց նրանով, որ Թուրքիան ռազմական գործողությունների միջոցով վերահսկողություն հաստատեց մի շարք տարածքների նկատմամբ։ Այնուհետև գործարկվեց քաղաքական էքսպանսիան, ազդեցությունը տարածելով տեղական կառավարման համակարգի վրա։ Հետո մեծ դեր ունեցավ տնտեսական էքսպանսիան, շուկան ողողելով թուրքական ապրանքներով եւ տարածելով թուրքական լիրան։ Հայաստանում նույնն են անում Թուրքիան եւ Ադրբեջանը գործող իշխանության միջոցով, նշում է զրուցակիցս։ Ոչ մի դեպքում Արցախ չի նշանակում պատերազմ, չի նշանակում պարտություն։ Հակառակ Արցախ դա նշանակում էր եւ եթե մենք ունենանք Արցախ, դա կնշանակի հզոր Հայաստան, ամուր Հայաստան։ Փաշինյանի կառավարությունից հեռացողներն ու հեռացվողները, մարդիկ, սիմվոլներ, պատմություն, թե անկախության հռչակագիր Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական էքսպանսիայի հետևանք է։ Այս փուլը ուղղորդվում է նաեւ տնտեսական էքսպանսիայով, բենզինի ներկրում, ադրբեջանական տարածքով հացահատիկի ներմուծում եւ այսպես շարունակ։ Իսկ ինչպես կանխել տարածվող էքսպանսիան։ Քաղաքագետ Արսեն Գասպարյանը կարծում է, ազգային ռեֆորմացիայի կարիք կա Հայաստանում։ Սովորաբար ազգային ռեֆորմացիա հասարակական հարաբերություններում անում է ընտրախավը, ինտելեկտուալ ընտրախավը։ Հիմա թե այս փուլում հայ ժողովրդի մոտ առաջ կգա այդ ինտելեկտուալ ընտրախավը, որը սովորաբար մի քայլ առաջ է տեսնում մնացածից եւ կկարողանա կազմակերպել այդ ազգային ռեֆորմացիան եւ որ առնչություն ունենա բոլոր ոլորտներին, դա ժամանակի հարց է։ Այդ հնարավորությունը ընձեռվել է Հայաստանին, որը կարող են արտահայտել համապետական ընտրության արդյունքներով։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։